Հաջորդ տարի լրանում է կոմունիստական կուսակցության 115-ամյակը։ Կոմունիստական կուսակցության առաջնորդը կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելուց առաջ պատմական կարճ ակնարկով ներկայացրեց կուսակցության անցած ուղին եւ Խորհրդային Միության 70 տարիները։ Ասում է 2017-ի ընտրություններին վճռական են տրամադրված եւ սկսել են պատրաստվել 2012-ից։ Մենք կառույցները ավելի դարձրել ենք հզոր, ավելի քան 5-6 նոր շրջկոմներ են ստեղծվել, կուսակցությունը ամրապնդվել է եւ մենք պատրաստական եւ բարձր տրամադրությամբ մտանք ազգային ժողովի պայքարում։ Դաշինք չկազմեցին որևէ կուսակցության հետ, քանի որ ըստ Տաճար Սարգսյանի դաշինք պետք է կազմել, եթե քաղաքական հայացքներն ու ծրագրերը համընկնում են։ Կոմկուսի կարծիքով Հայաստանում իրենց գաղափարակից կուսակցություն չկա։ Մենք կուսակցության գաղափարախոսությունն ենք բաժանելու ժողովրդին, այն ժողովրդի, որը այդ գաղափարախոսության ներքո 70 տարիներին ապրեց ըստ պահանջի։ Նախընտրական ծրագրի առաջնային կետերից մեկը բանկերի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։ Բանկերի շահույթն ըստ կոմունիստների պետք է վերահսկի պետությունը։ Բանկերի շահույթը պետք է ծառայի տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացմանը։ Հանրապետության իշխանությունները պարտավոր են ռևիզիայի ենթարկել։ Գյուղատնտեսության չօգտագործվող հողերը Տաճար Սարգսյանն առաջարկում է միավորել կոլտնտեսությունների ու կոոպերատիվների մեջ, որպեսզի գյուղացիական մթերքից ստացած շահույթն ավելի մեծ լինի։ Կոմունիստները մտադիր են խորհրդարան անցնելուց հետո ազգայնացնել երկրի ընդերքի հարստությունները։ Հանկերից եւ հումքերից ստացած եկամուտը գնա պետական բյուջե։ Կոմկուսը խոստանում է գիտաշխատողների թիվն ու աշխատավարձը վերականգնել ըստ ԽՍՀՄ ժամանակաշրջանի։ Տաճար Սարգսյանը համոզված է, որ երկրում պետք է լինի զարգացած ռազմական արդյունաբերություն, ինչը հնարավոր է միայն գիտության զարգացմամբ։ Պետք է որ արդյունաբերությանը զարգացվի։ Արդյունաբերության եւ գյուղատնտեսության արագ զարգացման հեռանկարը Տաճար Սարգսյանը տեսնում է միայն ԵԱՏՄ երկրների հետ գործակցության միջոցով։ Աղվան Ասոյան, Ալբերտ Գալստյան, Ժամ լրատվական։